2012 թվականի ապրիլի 6-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան և զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին հանդիպում զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների, այրիների և մայրերի հետ։ Ընտանիքի ամրություն, ազգի հարաբերություն, մի քանի նման կատեգորիաներ կարելի է շատ երկար շարունակել, ծանր հայ կնոջ առաքելության եւ իզուր չէ, որ այսօր այսպես մենք ուրախ պայծառ դեմքեր ենք տեսնում եւ մեզ համար մեծ տոն է այսօր ինչ հանդիպում, որ այստեղ նախատեսված է, կհանձնվեն պատվոգրեր, սիրելի տիկնայք աղջիկներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, նաև նվերներ։ Ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը ներկաներին շնորհավորելով տոնի կապակցությամբ մաղթեց ամուր ընտանիք։ Խոսելով պետություն-ընտանիք կապի և փոխվստահության ամրապնդման մասին, Խաչատուր Մարոզյանը ողջունելի համարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բացառիկ ուշադրությունը ընտանիքի նկատմամբ և կարևորեց նրա ցուցաբերած աջակցությունը միջոցառման կազմակերպման գործում։ Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Ավետիսյանը ևս կարևորեց սերտ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, իր խոսքում նշելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես մեծ հոգացություն է ցուցաբերում Ղարաբաղյան ազատամարտի զոհվածների և հաշմանդամների ընտանիքների նկատմամբ, և նրա այդ մեծ ուշադրությունը արժանի է բարձր գնահատանքի։ Որոշվեց միջոցառման բոլոր մասնակիցների անունից շնորհակալագիր հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կարևոր հոգացության և ընտանիքի նկատմամբ բարձր ուշադրության համար։